2020 թվականի չարաբաստիկ պատերազմից հետո հայոց երկինքը ավելի աստղազարդ է դարձել։ Մայրերը սովորել են աստղերի լեզուն։ Ժամանակ առ ժամանակ հարսնացուին խորան չտարած աստղեր են ընկնում, իսկ մենք նայում ու երազանք ենք պահում։ Ընկած աստղերը մի ամբողջ ժողովրդի երազանք են իրականացրել։ Ողջ մնալու երազանք, ապրելու երազանք։ Ասում են, հերոսածին մայրերը կիսատ են ապրում, քանզի իրենց սրտի մի կեսին աստղերի հետ երկինք են ուղարկել։ Այսօր աստղերից մեկի գոռի երկնային ծնունդն է։ Ասում են մայրերի ափերի մեջ փնտրենք։ Ամեն անգամ, երբ Լիլիայի սառը ափը ափիս մեջ եմ վերցնում, գոռի սրտի բաբախն եմ զգում, նրա բարությունն եմ զգում, սերն առ հայրենիք եմ զգում։ Գոռին ընկերներն ու հարազատները ժպիտով են հիշում, սիրով ու ջերմությամբ են հիշում։ Գոռի մասին երգեր ու բանաստեղծություններ են ձոնվել։ Գոռը կա հայոց պատմության էջերում, կա մեր այսօրվա գոյի տողերում, կա Լիլիայի ամեն ժամ ու վայրկյանում։ Գոռը եւ գոռերը մեր անկախ Հայաստանի Հանրապետության եղելության գրավականն են։ Այո, մեր հերոսները կան մեր սրտերում, կան մեր գիշերներում, կան մեր աստղերի մեջ, և մենք կանք նրանց կյանքի գնով։ Շնորհավոր երկնային ծնունդդ, Լիլիայի որդի գոռ, իմ հարազատ, իմ քնքուշ, իմ նուրբ, բարակած սրտով, բարի աչքերով, կամեցող, արև Լիլիա, ես իմ և մեր 10 միլիոնանոց ընտանիքի անունից շնորհավորում եմ հերոս որդուդ երկնային ծնունդն ու քեզ մաղթում եմ երկար տարիների առողջ կյանք, քանզի դա կամքն է նաև գոռի։ Գոռը մեզ հայրենիք է պահ տվել, իսկ քեզ պահ է տվել հայրենիք ու եղբորը Գուրգենին, հերոսները անմահ են։ Հայաստանում լրագրության ազատության մասին նոր զեկույց է ոչ միայն Հայաստանում, այլ ամբողջ աշխարհում նոր զեկույց է հրապարակվել, որտեղ Հայաստանը առաջընթաց է գրանցել, բայց այդ առաջընթացը մեր կարծիքով կարող էր ավելի մեծ լինել, ինչը եւ երևում է զեկույցից, բայց այնտեղ մատնանշվում է մի դեպք, երբ Ազգային ժողովի Ընդդիմադիր Հայաստան խմբակցության падգամավոր Լևոն Քոչարյանի օգնականը ֆիզիկական բռնություններ գործադրել լրագրողի նկատմամբ հարվածելով նրան Ազգային ժողովի շենքում։ Հարց եմ ձեզ տալիս, այդ օգնականը падգամավորի դեռ աշխատում է Ազգային ժողովում ու արդյոք դուք որպես Ազգային ժողովի падգամավոր ձեր գործընկերներին դիմել եք այդ հարցով, որ արդյոք այդ օգնականը պետք է շարունակի աշխատել։ Դա մեկ հարց եւ երկրորդ ասեցիք Բագրատ Գալստանյանի կամ չգիտեմ ինչ էր անունը ասածը այլ կոնտեքստում էր, որ խնդրեմ կմեջբերեք Բագրատ Գալստանյանի ասածը հասկանանք այդ ինչ կոնտեքստում էր, որ մի հատ էլ ուրիշը։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, իհարկե պարոն Ալեքսանյան, կզարմանայի, որ դուք այս հարցը չտայիք։ Ամեն դեպքում ես ուզում եմ արձանագրել, որ մենք քննում ենք Անդրանիկ Քոչարյանին վերաբերվող էթիկայի հանձնաժողով ստեղծելու հարցը, իսկ Լևոն Քոչարյանի օգնականի հարցը այստեղ վերաբերելի չէ։ Բայց ինչ վերաբերում է երևույթին, ես երևույթի մասով տվել եմ իմ գնահատականը դեռ այդ օրերին։ Երկրորդ, Հայաստանի իրավապահ համակարգը աշխատել է գերօպերատիվ այդ դեպքով, անմիջապես կատարողին մեկուսացրել են, կալանավորել են, դրանից հետո իրավական գործընթացը լայն թափով տեղի է ունեցել եւ բացարձակապես այս եզրույթները միմյանց հետ համեմատելի չեն։ Մենք խոսում ենք падգամավորի վարքագծի մասին եւ կարծում եմ, որ դուք այս տարբերությունը շատ լավ հասկանում եք եւ Ազգային ժողովի падգամավորը իրավունք չունի որևէ լրագրողի նկատմամբ ցուցաբերի խտրական վերաբերմունք, այնպես ինչպես որևէ քաղաքացի որևէ մեկը իրավունք չունի լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելը, առավել ևս բռնության մասին խոսելը։ Իսկ ինչ վերաբերում է Բագրատ Սրբազանի խոսքերը մեջ բերելուն, ես կարծում եմ, որ ես չէ, որ պիտի ձեզ համար կրկնեմ այդ խոսքերը, դուք կարող եք YouTube-ը հետ տալ եւ YouTube-ով լսել ինչ է ասել եւ ինչ կոնտեքստում։ Շնորհակալություն։ Շնորհակալություն Տիկին Թովմասյան, խնդիրն էլ հենց այդ է, որ քննարկում եք այս հարցը, բայց չեք քննարկում այն հարցը։
Հիմա ուղիղ փաստ կա, падգամավորի օգնականը, հա, падգամավոր չի, ընդունում եմ կարգավիճակների տարբերությունը, բայց падգամավորի օգնականը լրագրողը ծեծել։ Դրա հետ կապված ոչ մեկը ոչ մի բան չեք ասել։ Ասում եք Ես դուք լսեցիք, որ ասեցի դատապարտել եմ։ Չէ, դուք շատ լսեք պատասխանը։ Թողեք ավարտեմ։ Ոչ մի բան չեք ասել։ Այդ падգամավորի Տիկին Թովմասյանը թողեք ավարտեմ։ Թույլ տվեք թող ավարտի падգամավորը, հետո դուք կունենաք Վերականգնեք էլի խնդրում։ Հետո դուք կունենաք արձագանքի հնարավորություն։ Համեցեք ավարտեք հարցը։ Շնորհակալություն։ Տիկին Թովմասյան, ոչ մի խմբակցություն հայտարարություն չի տարածել, էթիկայի հանձնաժողով չեք ստեղծել։ Մեջ եք բերում Անդրանիկ Քոչարյանի ասածը, որ դուք լրագրող չեք, ես լրագրողների հարցերին եմ պատասխանում։ Նույնական, տառացիորեն նույնական արտահայտություններ արել են Հայաստան խմբակցության падգամավորները։ Եթե չեմ սխալվում, կարող եմ սխալվեմ, Գեգամ Մանուկյանը կամ Աղվան Վարդանյանը ի պատասխան Civic AM-ի լրագրողների հարցերին։ Բախի էթիկայի հանձնաժողով չեք ստեղծել։ Նույնական, տառացիորեն նույնական, դուք լրագրող չեք, ես պատասխանում եմ լրագրողների հարցերին։ Ինչի էթիկայի հանձնաժողով չեք ստեղծել ու ողջունում եմ այն փաստը, որ չկրկնեցիք ձեր կողմից նշված մարդու խոսքերը, որպես այդպեսին, որտեղ կարծում եմ դուք էլ հասկացաք, որ կրկնելու բան չէ։ Շնորհակալություն, պարոն Ալեքսանյան, եւս մեկ անգամ ասում եմ, լրագրողի նկատմամբ ցանկացած տեսակի բռնություն անընդունելի է, անընդունելի է նաեւ եղել Լևոն Քոչարյանի օգնականի վարքը, որի մասով ես տվել եմ իմ գնահատականը եւ շատ իմ գործընկերներ տվել են իրենց գնահատականը եւ նաեւ հատուկ ընդգծում եմ, որ ի տարբերություն մյուս բոլոր դեպքերի այդ դեպքով իրավապահները գործել են խիստ օպերատիվ։ Ես ձեզ ուզում եմ հիշեցնել Սարգիս Հովհաննիսյանը փողոցում ծեծեց Նիկոլ Փաշինյանի անվտանգության պետը, ՊՊՑ ծառայության ղեկավարը, փողոցում ծեծեց լրագրողներին, կամերան վնասեց, բայց որևէ գործ չի հարուցվել։ Ճիշտ եք ասում, մենք հապաղել ենք, որ էթիկայի հանձնաժողով չենք ստեղծել, երբ որ ազգային ժողովի նախագահ թքեց քաղաքացու վրա։ Շատ ճիշտ եք ասում, մենք թերած այդ դեպքով թերացել ենք։ Մենք շատ դեպքերում ենք թերացել, երբ որ Արթուր Հովհաննիսյանը եկել էր ու իրեն խուլիգանի պես էր պահում Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նիստի ժամանակ, ճիշտ եք ասում, որ լրեք, որ մենք այդ ժամանակ չենք ստեղծել էթիկայի հանձնաժողով, ճիշտ եք ասում։ Դուք ձեզ կարգիրավիրեք եւ մի ընդհատեք ինձ, այ հիմա էլ եք ձեզ արդեն պահում, ոչ հարիր։ Անջատեք խոսափողը Տիկին Թովմասյանի։ Տիկին Թովմասյան, կարող եք հետևել իմ հրահանգներին։ Խնդրում եմ հարգելի գործընկերներ, դադարեցրեք քննարկումը։ Տիկին Թովմասյան, խնդրում եմ падգամավորների հասցեին խոսելիս որակումներ, ձևակերպումներ վիրավորական չհնչեցնել եւ խոսել ըստ էության, ոչ թե վիրավորանքներով։ Եվ հետևել ժամանակին։ Հասմիկ Հակոբյան, համեցեք։ Տիկին Թովմասյան, ես կհավատայի, որ գոնե ընդդիմադիր դաշտում գործող падգամավորների լրագրողների շահերից եք խոսում, պաշտպանում եք շահերը, եթե Բագրատ Սրբազանի նույնական արտահայտության դեպքում գոնե քննադատական ինչ-որ գրառում կամ խոսք ձեզնից լսած լինեի, իսկ Բագրատ Սրբազանի իր սքեմով, հա, այդ մարդու արտահայտություններն այնքան տգեղ են եղել, որ դուք հենց հիմա իմ գործընկերոջ հարցին պատասխանելիս խուսափում եք անգամ կրկնել, որտեղ ընդունում եք, որ դա տհաճ է եղել ավելի ձևակերպումը, իսկ ես չեմ խուսափի եւ կասեմ, որ ասել է բերանդ լվա եւ ինչու հարց ձևակերպեմ, ինչու դուք այդ նույն լրագրողին, այդ նույնատիպ ավելի վատ արտահայտության դեպքում չքննադատեցիք։ Շնորհակալ եմ։ Հատուկ Արթուր Հովհաննիսյանի համար։ Մյուս անգամ չփորձեք խոչընդոտել, երբ որ ես խոսում եմ։ Հանգիստ լսեք եւ լսեք նաեւ քննադատություն ու փորձեք վերանայել ձեր վարքագիծը։ Պարոն Արշակյան, այստեղ ես կանգնած եմ, դուք անջատում եք իմ խոսափողը։ Այս ինչ վարքա ընդհանրապես։ Ձեկույց եմ ներկայացնում եւ տեսակետ հայտնելու իրավունք ունեմ։ Դուք չեք ստեղ խմբագրելու ինձ։ Դուք այստեղ նախագահող եք եւ դուք պիտի ռեկլամեք։ Դադարեցրեք դուք խմբագիրը չեք։ Այս ինչ վարքա։ Երբ որ դուք падգամավորին
վիրավորական արտահայտության։ Իսկ դուք չեք լսում ձեր խմբակցության քարտուղարի վարքագիծը։ Դե ուրեմն երբ որ նույնական վերաբերմունք կլինի, նոր կասեք։ Հիմա դուք լսելու այդ խնդիր ունեք։ Դուք չեք կարողանում լսել։ Ես լսում եմ եւ ես արձագանքեցի ու հիմա ես շարունակում եմ իմ խոսքը։ Մի հատ խնդրում եմ անջատեք Տիկին Թովմասյանի խոսափողը, որտեղ ինքը չի կարողանում լռել եւ լսել։ Տիկին Թովմասյան, ուրեմն լսեք։ Եթե դուք ուզում եք հանգիստ շարունակել ձեր խոսքը եւ ես չընդհատեմ որպես նախագահող եւ չապահովեմ ստիպված նիստի նորմալ ընթացքը, ապա խնդրում եմ զերծ մնալ վիրավորական արտահայտություններից падգամավորների նկատմամբ եւ ձեր խոսքերը չափավորել։ Հիմա չեմ ուզում կրկնել թե դուք ինչ եք ասել, բայց համոզված եմ որ դուք կգնաք հետ կտակ ձեր YouTube-ը եւ կլսեք թե ինչի համար եմ ձեզ ընդհատում։ Եվ հիմա խնդրում եմ դասեր չտալ եւ իմ նիստը վարելու վերաբերյալ գնահատականներ չտալ, զերծ մնալ նման գնահատականներից, սա ուղղակի բարի խորհուրդ ձեզ եւ շարունակել ձեր պատասխանը падգամավորի հարցին։ Այժմ խնդրում եմ թույլ տվեք, որ պատասխանի падգամավորի հարցին Տիկին Թովմասյանը վերականգնելով նրա ժամանակը։ Համեցեք։ Ուրեմն եւս մեկ անգամ ասում եմ, որ որևէ մեկի խորհրդի կարիքը չունեմ, առավել եւս ձեր, առավել եւս բարի խորհրդի։ Այս ի գիտություն։ Ինչ վերաբերում է հարցին, ուրեմն Տիկին Հակոբյան, եթե ես չեմ սխալվում, դուք քաղաքացիական պայմանագրի եզակին падգամավորներից եք, որ դատապարտել եք Անդրանիկ Քոչարյանի վարքը։ Այսինքն մի կողմից դատապարտում եք, մի կողմից ասում եք լավ արել, որն է ձեր դիրքորոշումը, խնդրեմ մի պատասխան դուք ասեք դրան, որտեղ դուք համ ասում եք, այո, անընդունելի է պարոն Անդրանիկ Քոչարյանի վերաբերմունքը լրագրողի նկատմամբ, հիմա ասում եք ինչու դուք նույնը չեք արել Բագրատ Սրբազանի դեպքում։ Ես առաջնորդվում եմ հասցեատիրոջ վերաբերմունքով։ Ռիփսիմե Ջեբեջյանը վիրավորվել է Անդրանիկ Քոչարյանի խոսքերից։ Ռիփսիմե Ջեբեջյանը դիմել է երկու խմբակցություններին եւ ասել, խնդրել 161 լրագրողների հետ միասին, որ մենք ձևավորենք էթիկայի հանձնաժողով։ Եվ մենք ընդառաջելով այդ դիմումին ձևավորելու առաջարկ ենք ներկայացրել, որը ի սկզբանե արդեն պետաիրավական հանձնաժողովի նիստում ստացել է բացասական եզրակացություն։ Համեցեք արձագանք։ Այսինքն Տիկին Թովմասյան, եթե ենթադրենք տեսնեք բռնության ենթարկվող մարդու փողոցում, ենթադրեք ծեծվող, եւ եթե ծեծվողը դեմ չէ, դուք ոչ մի քայլ չեք ձեռնարկի, եւ դուք մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ եք եղել, ես ցավում եմ ձեր նման մոտեցման համար։ Երկակի ստանդարտներ չունենալը ապացուցվում է ձեր բերած օրինակով։ Այո, ես համարում եմ, որ լրագրողների համար իրենց մասնագիտական գործունեության ընթացքում խոչընդոտներ չպետք է լինեն։ Ես ինքս լրագրող եմ եւ միջադեպը որակել եմ տհաճ եւ չեմ խուսափել իմ կողքը նստող իմ գործընկերոջ հետ կապված դրվագը ուրեմն անաչառ մեկնաբանել, ինչը դուք չեք անում եւ էլի դուք խուսափում եք պատասխանել հարցին, ինչու քննադատական ոչ մի խոսք ձեզնից չլսվեց, երբ որ այդ նույն մեր գործընկերոջ լրագրողի հանդեպ եղավ ավելի վատ արտահայտություն քաղաքական հայտ ներկայացրած Սրբազանի կողմից ուղիղ, որովհետև Տիկին Թովմասյան, այդպես չէ, որ եթե մարդը ինքը ասում է շատ լավ է, թողեք ինձ ծեծի, դուք պետքա տենց անցնեք։ Այդ պատասխանատվություն չի քաղաքացու, առավել եւս падգամավորի կողմից։ Ուրեմն ես եւս մեկ անգամ ասում եմ, Բագրատ Սրբազանի խոսքերը հասցեագրված չեն եղել Ռիփսիմե Ջեբեջյանին։ Առաջին, երկրորդ, ինքը բացատրել է ինչ է ասում, Ռիփսիմե Ջեբեջյանը հասկացել է եւ նույն ժամանակ Բագրատ Սրբազանը հայտարարել է, որ ես ներողություն եմ խնդրում եւ շարունակել իր խոսքը։ Այն ինչ որ Անդրանիկ Քոչարյանը չի անում եւ այսքան ժամանակ նրանից պահանջվում էր ընդհանրապես ներողություն խնդրել ու այս հարցը այս ավելի հեշտ եւ ավելի ցանկալի լուծում կունենար։ Իսկ ինչ վերաբերում է ես ինչ որ բռնություն տեսնեմ, անցնեմ, գնամ, դուք շատ սխալ պատկերացում ունեք, որովհետեւ ես արդեն հայտարարեցի, որ ես որևէ նման դեպքում ես չեմ համարում, որ լրագրողի նկատմամբ որևէ ոտնձգություն պետք է չդատապարտվի եւ այդ դատապարտումները ես անում եմ ավելի արագ եւ ավելի հասցեական եւ մշտապես ոչ թե ձեր նման, որ երբեմն, որտեվ դուք ես դրա համար ասացի, պետք է կողմնորոշվեք։ Հիմա ընդունում եք այդ վարքագիծը, թե չեք ընդունում։ Մենք այստեղ քննարկում ենք Անդրանիկ Քոչարյանի վարքը, ոչ թե Բագրատ Սրբազանի։ Մի հատ էլ էթիկայի հանձնաժողով ասում եք Բագրատ Սրբազանի համար սարքենք։ Տիգրան Պարսելյան, հաջորդ հարցը համեցեք։ Նախանուն արդարության
որ երբ որ լրագրողի մասին ծեծիցա խոսք գնում, ընդդիմադիր падգամավորներից ոմանք փորձեցին պաշտպանել նույնիսկ ծեծողին այդ ժամանակ, այսինքն դա դասական victim blaming էր, հիմնավորում թե ինչի համար են ծեծել։ Այս մեկ էլ ես հանուն արդարության, երկրորդ ձեր կողքը նստումա ձեր գործընկերը, որը ժամանակին իր տեխնացուականի պաշտպանության ժամանակ երիտասարդների էր հանել լրագրողների դեմ, որոնք հստակ խուլիգանական արարքներով խոչընդոտում են լրագրողների աշխատանքը։ Արդյոք հարցրել եք ինքը պատրաստվում է սրա համար գոնե ինչ որ մի անգամ ներողություն խնդրել եւ ովքեր են այդ երիտասարդները եւ երրորդ ուզում եմ մեջ բերել լրագրող Անի Գևորգյանի գրառումը, եթե Փաշինյանի խավորի աղբեր Վահե Ղալումյանը Գիրանցում Ադրբեջանի շահերը սպասարկելուց հետո մի լավ ծեծ ուտեր, այսօր այսքան լկտիություն չեր ունենա, ծեծ կրթուկ ԱԺ-ում, քպական падգամավորները եւ այլն։ Արդյոք սա չի զուգահեռվում այս դեպքերի հետ, արդյոք այստեղ չկա երկկողմանի սադրանքի, այսինքն միակողմանի դիտարկելը ճիշտ է համարում, թե չէ падգամավորների պահվածքի։ Եվ այս սրա հետ կապված ասելիք ունեք, թե չէ այս ստատուսի։ Ես որևէ մեկի ստատուսը չեմ պատրաստվում այստեղ մեկնաբանել, առավելևս որ չի առնչվում Անդրանիկ Քոչարյանի վարքին։ Այս առաջին։ Երկրորդը, հիմա եթե տենց շատ փորենք նախկինում ով ինչեր արել, մենք կգտնենք այս խմբակցությունում եւ լրագրողների եւ նաեւ այնպիսի մարդկանց, ովքեր որ լրագրողների նկատմամբ ցուցաբերել են նույնպիսի վարք կամ ավելի վատ վարք, բայց ճիշտ է Անդրանիկ Քոչարյանի դեպքով մենք հանախաձեռնել ենք, բայց օրինակ Հայկ Սարգսյանը երբ որ վերցրեց լրագրողներից մեկի բարձրախոսը եւ մտավ սենյակ, այո, մենք չենք նախաձեռնել եւ նա ձեր խմբակցության անդամ է ու ես չեմ լսել ձեր դատապարտումը։ Եվ նաեւ չեմ լսել, երբ որ նա ձայնագրիչը գողացել էր եւ տարել պահել էր լրագրողի։ Այդ ժամանակ էլ չեմ տեսել։ Ու սենց որ դուք պահանջում եք, նա դուք ինքնաքննադատաբար վերաբերվեք եւ դուք էլ ասեք, դուք ձեր գործընկերներին ինչ եք ասել, ինչ չեք ասել։ Այն ժամանակ, երբ որ Տարոն Մարգարյանը եղել է քաղաքապետ, ես եղել եմ լրագրող։ Ու այն ինչ որ դուք գիտեք իմ նյութերից։ Այնպես որ ես չեմ ձեզ խորհուրդ տա, դուք այդքան հետ գնաք, որ շատ հետ գնանք, շատ ավելի վատ բաներ կբացահայտվեն։ Համեցեք, արձագանք բարձր։ Խոսքը դատապարտումի մասին չէ, թե չէ որ հետ գնանք շատ բաներ իրոք կարող եմ ես հիշեցնել, որովհետև շատ հաճախ ես ձեր կողքին ներկա է։ Ես հարց տվեցի, արդյոք խոսել եք, ճշտել եք ովքեր են եւ խորհուրդ տվել եք ներողություն խնդրել հանրությունից նման դեպքի կապակցությամբ, թե ոչ։ Ոչ, որովհետև դա եղել է անցյալում եւ այդ դեպքի մասով շատ զարգացումներ են եղել, այդ դեպքին տրվել են շատ գնահատականներ եւ այդ դեպքը արժանացել է այն գնահատականին, որ այսօր ակնկալում ենք արժանանա նաեւ ձեր գործընկերոջ վարքը։ Հարցերն ավարտվեցին, շնորհակալություն։ Հարակից զեկուցող պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ալխաս Ղազարյան։ Համեցեք տիկին Ղազարյան։ Խնդրում եմ լրություն պահպանել դահլիճում։ Շնորհակալ եմ։ Հարգելի գործընկերներ, օրենքի նախագիծը գլխադասային հանձնաժողովում քննարկելիս մենք արդեն նշել ենք, որ այս առաջարկով այս ամբողջական լուծում չի հանդիսանում իրենից եւ կարող է նոր հարցեր առաջացնել եւ ուզում եմ հատկապես այն մասը ընդգծել, որ ազգային ժողովի կանոնակարգով էլ սահմանված է, որ հանձնաժողովի թիվը եւ կազմը ձևավորվում է խմբակցություններում ընդգրկված падգամավորների թվի համամասնությամբ։ Եվ սա նշանակում է, որ նման հանձնաժողովը պարզապես գործունակ չի լինի, քանի որ ամեն դեպքում լինելու է մեծամասնության հանձնաժողով եւ բացի այդ էլ այս գործընթացը եթե սկսենք այն կարծես անընդհատ բաց շղթա է լինելու, ինչի արդյունքում միշտ մեծամասնությունը ունենալու է ավելի մեծ հնարավորություններ եւ անհավասար պայմաններ է ստեղծվելու։ Միևնույն ժամանակ, ինչպես արդեն նշել ենք, մենք հիմա էլ նախաձեռնել ենք էթիկայի մշտական հանձնաժողովի ստեղծելու գործընթաց եւ մենք այս հարցը քննարկել ենք համատեղ ձևաչափով, որպեսզի անդրադառնանք հանձնաժողովի պարիտային հիմունքներով ձևավորմանը, գործունեության չափանիշներին եւ կանոնակարգին։ Ուստի համոզված եմ, որ այժմ առաջարկվող ժամանակավոր հանձնաժողովը չի լուծի այս խնդիրը, այլ կարող է ստվերել այն աշխատանքը, որ ուղղված է կայուն ինստիտուցիոնալ հանձնաժողովի ստեղծմանը։ Մեր նպատակը պետք է լինի ստեղծել մշտական գործող ինստիտուցիոնալ հանձնաժողով, որը կուսակցական պատկանելությունից անկախ կկարողանա օբյեկտիվ արդար մոտեցում ցուցաբերել падգամավորի էթիկայի հետ կապված հարցերին։ Գործող կարգավորումները
դուք էլ լավ գիտեք, որ ունի լրջագույն բացեր, ունի սուբյեկտիվության մեծ ռիսկ եւ ես կարծում եմ այս պարագայում այդ սուբյեկտիվությունը ամեն դեպքում ակնհայտ է, այն որ միևնույն ժամանակ հանձնաժողովի նիստին դեմ ենք արտահայտվել, բայց էլի կանոնակարգ օրենքը օգտագործվելով այսօր էլի լիագումար նիստերում այս հարցը քննարկվում է, կարծում եմ նախաձեռնողների կողմից ամեն դեպքում այս հարցի որոշակի լուծում իրենք այս ճանապարհով ստանում են, բայց միևնույն ժամանակ պետք է նշենք, որ մենք ժամանակավոր հանձնաժողովի ստեղծմանը դեմ ենք եւ կոչ ենք անում կենտրոնանալ մշտական օրենսդրական նորմագրված եւ ինստիտուցիոնալ հանձնաժողովի ձևավորելու վրա բոլորի մասնակցությամբ եւ վստահությամբ։ Այսքանը, շնորհակալ եմ։ Հարցերի համար երթագրում։ Եղամ Նազարյան, համաձ։ Դուք նշեցիք, ինչպես հանձնաժողովն, այնպես էլ հիմա, որ եթե կազմենք էթիկայի հանձնաժողով, քաղաքացիական պայմանագիրը մեծամասնություն է կազմելու եւ այդ հիմնավորմամբ դեմ եք էթիկայի հանձնաժողովի ձևավորմանը։ Այդ դեպքում իհարկե մեծ հաշվով դուք ճիշտ եք, բայց ինչ եք կարծում, քաղաքացիական պայմանագիրը կարող է դիտավորյալ սխալ որոշում կայացնել միայն այն պատճառով, որ Անդրանիկ Քոչարյանը հանդիսանում է քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամ։ Այսինքն դուք ի սկզբանե ասում եք, որ եթե նույնիսկ համոզված լինենք, որ Անդրանիկ Քոչարյանը։ Չէ, խոսում եք, սպասում եմ, Անդրանիկ Քոչարյանը մեղավոր է եւ պետք է ներողություն խնդրի, ասելու եք ոչ, նա պետք չի ներողություն խնդրի։ Այդ հիմնավորումն է։ Շնորհակալ եմ պարոն Նազարյան հարցի համար, պետք է նշեմ, որ ինչպես տեսակ եւ իմ խոսքում եւ այստեղ եւ հանձնաժողովում եւ կոնկրետ դեպքին եւ մանրամասներին դեպքի չեմ անդրադարձել եւ չեմ էլ ուզում այս պահին անդրադառնալ, որովհետեւ դեպքի մանրամասները ինքը իրենից ենթադրում է հենց էթիկայի հանձնաժողովի աշխատանքները, բայց այն քաղաքական հանձնառությունները, որ մենք ցանկանում ենք, որ անպայման էթիկայի հանձնաժողով ձևավորվի ազգային ժողովում, դա փաստ է եւ մենք արդեն այդ գործընթացը ստեղծել ենք եւ արդեն պարիտետային հիմունքներով, որպեսզի որևէ տեսակի թե քաղաքական պատկանելիությունը, կուսակցական պատկանելիությունը եւ այլն, այդտեղ որ իր սուբյեկտիվ դերը չխաղա, ավելի լավ է մենք այս պահին որևէ ես այլ եմ ասում, մենք բավականին շատ դեպքեր ենք ունեցել նաեւ այլ պատգամավորների կողմից, թե մեր թե ձեր այսպես չառանձնացնեմ, թե ընդդիմության, թե իշխող, բայց որևէ դեպքում էթիկայի հանձնաժողով նախաձեռնելու միտք չի եղել եւ այստեղ էլ ես նշեցի, որ սուբյեկտիվության հարց նաեւ այստեղ կա եւ որպեսզի նման բաներից խուսափենք, եկեք ավելի լավ է այս պահին զերծ մնանք նման հանձնաժողովի կազմելուց եւ հետագայում արդեն պարիտետային հիմունքներով ձևավորված էթիկայի հանձնաժողովում դեպքերը թող քննվեն ավելի օբյեկտիվորեն։ Համեցը կարծական։ Դե մեր ու ձեր падգամավոր չկա, կա ազգային ժողովի падգամավոր եւ այս դեպքում ես մեկ անգամ եւս ուղղակի ձեզ որպես պետաիրավական հանձնաժողովի անդամ, հարակից զեկուցող, ուղղակի կոչ եմ անում, որ եկեք փոխեք ձեր դիրքորոշումը եւ ամեն դեպքում համաձայնվեք այս հանձնաժողովի ստեղծմանը ու հետաքրքիր կլինի իսկապես 3-2 հարաբերակցությամբ ինչ որոշում կկայացնի էթիկայի հանձնաժողովը։ Պարոն Նազարյան, մենք արդեն այս հարցի շուրջ մեր որոշումը հայտնել ենք։ Արտվիկ Մինասյան։ Գերազարյան, հանձնաժողովում շատ քննարկվեց այս հարցը, բայց նորից այդ հարցի պատասխանը այդպես էլ հստակ չի։ Հիմա, թե ինչ է լինելու ապագայում, ինչ հանձնաժողովներ են ձևավորվել, թողենք ապագայի մասով։ Այսօրվա կարգավորումն ասում է, քաղաքական մեծամասնություն դու ստանձնում ես պատասխանատվություն, падգամավորի վարքագծի մասով ձևավորես հանձնաժողով, քանի որ մեծամասնության քվեարկությունով պետք է ձևավորվի։ Հիմա դուք վերահաստատում եք, որ դուք պատրաստ չեք վարքագծի, падգամավորի վարքագծի հարցով ձևավորելու էթիկայի հանձնաժողով։ Եվ հանրությանը ուղիղ ասեք դա, որ կապ չունի։ Եթե իշխանության падգամավոր է, ուրեմն ամեն ինչ իրան թույլատրելի է։ Դրա համար չեք ուզում ստեղծվի։
Պարոն Մինասյան, նախ սկսեմ ընդեղից, որ եթե իշխանական падգամավոր է, դուք շատ լավ գիտեք մեր դիրքորոշումը ու բազմիցս էլ նկատել եք, տեսեք Տիկին Թովմասյանն էլ նշեց, որ Հասմիկ Հակոբյանը կոնկրետ որակավորում տվել է ամեն դեպքում այս դեպքին, այսինքն մենք այդպես խնդիր չունենք դատապարտելու ցանկացած տեսակի ատելության խոսք, բռնություն եւ այլն, ես ելի եմ ասում, ես զերծ եմ մնում այս մասին, իսկ այն հանձնառությունը, որ մենք ցանկանում ենք ստեղծել էթիկայի մշտական հանձնաժողով, որը կարողանում է գործել, դա արդեն խոսում է մեր հանձնառության մասին, որ մենք ամեն դեպքում պատրաստ ենք եւ ունենք այդ հանձնառությունը, բայց մասնավոր դեպքերին անդրադառնալ այս պահին չեմ ցանկանում։ Ես էլի պետք է նշեմ մեր բանը падգամավոր Ալեքսանյանն նշեց Դավիթի դեպքում, ինչի այդ ժամանակ մենք չորոշեցինք հանձնաժողով ստեղծել, որպեսզի դատապարտվեր, ես չլսեցի Դավիթ Լևոնյանի դեպքում որևէ դատապարտող հայտարարություն կոնկրետ ընդդիմության կողմից, բայց մենք այնքան քաջություն, համարձակություն, նաև սուբյեկտիվ կարծիք ունենք, մենք մեր ինքնակնդատաբար ենք մտան, որ երբեմն էլ արտահայտվում ենք։ Այնպես որ մեզ մեղադրել, որ մենք հանձնառություն չունենք, անիմաստ է, որովհետև արդեն էթիկայի հանձնաժողովի ստեղծման գործընթացը ընթացքի մեջ է։ Ամեցը կարող։ Ես այնքան շնորհակալ կլինեի, որ Անդրանիկ Քոչարյանին կամ որևէ անձի մասով վերաբերվեին իրավապահները այնպես, ինչպես վերաբերվեցին ձեր բերված օրինակում падգամավորի օգնականի նկատմամբ, դա 10%-ի չափով։ Ես բավարարված կզգայի եւ նաեւ կարծում եմ շատ լրագրողներ բավարարված կզգային, բայց տվյալ դեպքում դուք տեսեք, շատ է սիրում Ռուբինյանը այդ բառն օգտագործել։ Դասական երեսպաշտության օրինակ եք ցույց տալիս։ Ասում եք մենք անհատապես դատապարտում ենք, բայց խմբային ոչ։ Սա ինչ է։ Սա ինչ վարքագիծ է, երեսպաշտություն չի սա։ Լավ, ի վերջո կարևոր մի բան կա։ Դուք որպես իշխանություն պիտի թելադրեք մշակույթ։ Այն հարցերը, որ ես լսեցի Թակույր Թովմասյանն ուղված, դուք ոչ թե դատապարտում եք բռնությունը, դուք խրախուսում եք բռնությունը, եթե այն կիրառվել է ընդդիմադիրների նկատմամբ եւ փորձում եք մեղադրանքների սլակներ ուղղել ընդդիմությանը։ Այն դեպքում, երբ որ դուք եք թիվ 1 պատասխանատու։